Սոցիալական ցանցերում օրական ավելի քան 3 ժամ անցկացնող դեռահասներն ավելի մեծ հավանականությամբ են հակված դեպրեսիային և անհանգստությանը, բացասական ազդեցություններից զերծ են մնացել օրական 30 րոպե սոցցանցերում անցկացրած երեխաները, պարզվել է Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտությամբ, որն ընդգրկել է Լոնդոնի 31 դպրոցի 2350 երեխայի։ Մասնագետների կարծիքով առավել խնդրահարույց է ուշ երեկոյան ժամերով սոցիալական ցանցերում քնի հաշվին դեգերելը։ Դեպրեսիվ վիճակներն այս խնդրի հետ կապված առավել հատուկ է աղջիկների շրջանում։ Հետազոտողները վերլուծել են դեռ 2014 թվականին սկսված ուսումնասիրության տվյալները, որը վերաբերում էր ճանաչողական ունակություններին, դեռահասներին և բջջային հեռախոսներին։ Դպրոցականները 2 անգամ մասնակցել են ճանաչողական թեստի և լրացրել հարցաթերթիկներ՝ կապված թվային վարքագծի, հոգեկան առողջության և կենսակերպի հետ, առաջին անգամ 11-12 տարեկանում և կրկին 13-15 տարեկանում։ Գիտնականները ենթադրում են, որ սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ավելի ակտիվ օգտվողները ուշ են քնում և ընդհանուր առմամբ ավելի քիչ են քնում, հատկապես դպրոցական օրերին։ Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Միրել Տոլեդանոն նշել է, որ արդյունքները հստակ ցույց են տալիս սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակի և հոգեկան առողջության կապը։ Ըստ պրոֆեսորի, երկար և հատկապես ուշ ժամերին սոցիալական հարթակներից օգտվող երեխաները զրկվում են անհրաժեշտ քնից, ինչը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ նրանց հոգեկան առողջության վրա։ Տարբեր երկրներում քննարկվում են երեխաներին առցանց պաշտպանելու միջոցներ։ Բրիտանական կառավարությունը տարեսկզբից նախաձեռնել է հանրային քննարկում մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի մասնակի արգելքի վերաբերյալ։ Ավստրալիան առաջին երկիրն է, որը նման արգելք է կիրառել։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին օրերին 4.7 միլիոն դեռահասների հաշիվներ փակվել են, հեռացվել կամ սահմանափակվել։